Ներկայացեք, խնդրեմ։ Գլխավոր դատախազի տեղակալ Լիլիթ Գրիգորյան։ Բարձր դատարան, որպես հարակից պատասխանող, նախ ցանկանում եմ ներկայացնել Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրություններին առնչվող հանցագործությունների մասին հաղորդումների քննարկման և լուծման, քրեական վարույթների քննության օրինականության նկատմամբ դատախազական հսկողության շրջանակներում իրականացված միջոցառումների ընթացքի և արդյունքների մասին տեղեկատվություն։ Մասնավորապես նշեմ, որ 2026 թվականի հունիսի 24-ի դրությամբ մշակված տվյալների համաձայն Հայաստանի Հանրապետության դատախազության ստորաբաժանումների դատախազների կողմից հսկողություն է իրականացվել 2026 թվականի հունիսի 7-ի Ազգային ժողովի հերթական ընտրությունների գործընթացին խոչընդոտող առերևույթ հանցանքների վերաբերյալ Հանրապետության նախաքննության մարմիններում ստացված 423 հաղորդման, քննարկման և լուծման օրինականության նկատմամբ։ Նշված հաղորդումները ստուգման են ենթարկվել քրեական դատավարության օրենսգրքի 178-րդ և 179-րդ հոդվածներով սահմանված կարգով։ Հաղորդումների քննարկման արդյունքում նախաձեռնվել է 332 քրեական վարույթ, որից 7-ը նախաձեռնվել է դատախազի հանձնարարությամբ։ 91 հաղորդման քննարկման արդյունքում քրեական վարույթ չի նախաձեռնվել։ Քննված քրեական վարույթներով դատախազների կողմից հանրային քրեական հետապնդում է հարուցվել 391 անձի նկատմամբ, այդ թվում նախընտրական քարոզչություն կատարելուն խոչընդոտելու համար, ընտրողի ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու համար, հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու կամ դրան օժանդակելու համար, ինչպես նաև փողերի լվացման համար, մեկից ավելի անգամ քվեարկելու փորձի համար, քվեարկության գաղտնիությունը խախտելու, ինչպես նաև քվեարկության գաղտնիությունը խախտելու փորձի համար, ընտրակաշառք տալու կամ դրան հանցակցելու համար, ինչպես նաև ընտրակաշառք տալու կամ դրան հանցակցելու և փողերի լվացման համար, ընտրակաշառք ստանալու կամ դրան հանցակցելու համար և բարեգործության արգելքը խախտելու կամ դրան հանցակցելու համար։ Ցանկանում եմ նշել նաև, որ 2026 թվականի փետրվարի 7-ից հունիսի 7-ն ընկած ժամանակահատվածում անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվել է 74 անձ, որից միայն 8-ն են ազատ արձակվել կալանքը չհիմնավորվելու հիմքով։ Ազատության մեջ գտնվող 296 մեղադրյալ ձերբակալվել է մեղադրյալին դատարան ներկայացնելու հիմքով։ Մեղադրյալներից 86-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, մյուս մեղադրյալների նկատմամբ ընտրվել են այլընտրանքային խափանման միջոցներ, ընդ որում տնային կալանք 61, վարչական հսկողություն 26։ Պատգամավորի 18 թեկնածուի վերաբերյալ կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացվել քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդություններ, որոնցից 15 անձի վերաբերյալ միջնորդությունները բավարարվել են, 3-ը դեռևս չեն քննարկվել։ Պատգամավորի 11 թեկնածուի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը, 3-ի նկատմամբ տնային կալանք, 1-ի նկատմամբ վարչական հսկողություն, 5 մեղադրյալի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ 29 քրեական վարույթ 107 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ հանձնվել է իրավասու դատարան, ընդ որում 19 քրեական վարույթ 87 անձի վերաբերյալ ընտրակաշառք տալու, ընտրակաշառք ստանալու, բարեգործության արգելքը խախտելու, ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու, հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու մեղադրանքով, 1 քրեական վարույթ 3 անձի վերաբերյալ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու, դրա փորձի և նախապատրաստության մեղադրանքով, 2 քրեական վարույթ 5 անձի վերաբերյալ Ներողություն եմ խնդրում, Տիկին Գրիգորյան։ Հարգելիներս, հարգելի լրագրողներ, խանգարում եք նիստին։ Խնդրում եմ դահլիճում դրություն պահպանել, բոլորին է դա վերաբերում։ 2 քրեական վարույթ 5 անձի վերաբերյալ բարեգործության արգելքը խախտելու և դրան օժանդակելու մեղադրանքով, 2 քրեական վարույթ 7 անձի վերաբերյալ հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու մեղադրանքով,
մեկ քրեական վարույթ մեկ անձի վերաբերյալ խուլիգանության, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, նախընտրական քարոզչություն կատարելուն խոչընդոտելու մեղադրանքով, մեկ քրեական վարույթ երկու անձի վերաբերյալ խմբի կազմում գույքը վնասելու կամ ոչնչացնելու և բռնություն գործադրելու սպառնալիքով ընտրողի ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու մեղադրանքով, մեկ քրեական վարույթ մեկ անձի վերաբերյալ շանտաժի միջոցով հավաքին մասնակցելուն հարկադրելու մեղադրանքով, երկու քրեական վարույթ երկու անձի վերաբերյալ հավաքներին մասնակցելու համար նյութապես շահագրգռելու մեղադրանքով։ 18 քրեական վարույթ կարճվել է, որից 13-ը հանցանքի բացակայությունը հաստատվելու և 5-ը անձի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու մասին որոշում կայացնելու հիմքով։ Այժմ ցանկանում եմ առանձին կետերով անդրադառնալ նաև ՀՀ Սահմանադրական դատանում ստացված դիմումներում և դիմողների ներկայացուցիչների ելույթներում բարձրացված մի շարք հարցերի, որոնք կարող են առնչվել դատախազության սահմանադրական գործառույթների իրականացմանը։ Առաջին հերթին հարկ եմ համարում նշել, որ 2026 թվականի հունիսի 7-ին կայացած Ազգային ժողովի ընտրությունների վերաբերյալ կենտրոնական ընտրական և տեղամասային ընտրական հանձնաժողովներից ՀՀ դատախազություն է ստացվել 10 գրություն 14 հաղորդումների վերաբերյալ։ Նշված հաղորդումներից երկուսում տեղեկություններ են առկա եղել հանցագործության հատկանիշներ պարունակող ենթադրյալ արարքների կատարման, մասնավորապես կրթական, մշակութային հաստատությունների աշակերտներին հավաքին մասնակցելուն հարկադրելու ենթադրյալ դեպքերի վերաբերյալ։ Նշված հաղորդումներով նախաձեռնվել է 2 քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն։ 10 հաղորդում դրանցում առկա տեղեկությունները ստուգելու համար ուղարկվել են օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնելու լիազորություն ունեցող մարմիններին։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից դատախազությունում ստացված գրություններից երկուսը վերաբերել են ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելուն, որոնց քննարկումն ընթացքի մեջ է։ Բացի այդ, հարկ եմ համարում նշել, որ դասղեկի կողմից աշակերտներին հավաքին մասնակցելուն հարկադրելու վերաբերյալ Միասնության թևեր կուսակցության ներկայացուցիչի կողմից ներկայացված դեպքի կապակցությամբ հանցագործության մասին հաղորդման քննարկման արդյունքում ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն։ Անդրադառնալով դիմողների ներկայացուցիչների կողմից նշված բարեգործության արգելքը խախտելու, այդ թվում սոցիալական աջակցության տրամադրման, կենսաթոշակների բարձրացման, առողջության համընդհանուր ապահովագրության, հանրային գույքը քարոզչական նպատակներով օգտագործելու, ընտրողներին առավելություններ խոստանալու և տրամադրելու, պարգևավճարներ տրամադրելու, ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու, պետական տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների աշխատակիցների կողմից քարոզարշավի ընթացքում օրինական հավաքներին մասնակցելուն հարկադրելու, ինչպես նաև կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից իր պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու վերաբերյալ դեպքերին, հարկ եմ համարում նշել, որ դրանց վերաբերյալ ստացվել է 36 հաղորդում, որոնց քննարկման արդյունքում քրեական վարույթներ չեն նախաձեռնվել, քանի որ դրանցում նշված տեղեկությանը ողջամտորեն հնարավոր չի եղել տալ քրեական օրենսգրքով նախատեսված որևէ արարքին համապատասխանելու նախնական իրավական գնահատական։ Միաժամանակ նշեմ, որ նշված հաղորդումներից 13-ը դրանցում առկա տեղեկությունները ստուգելու համար ուղարկվել են օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնելու լիազորություն ունեցող մարմիններին։ Բարձր դատարան, ցանկանում եմ նշել, որ իմ կողմից ներկայացված յուրաքանչյուր թվային տվյալի տակ առկա է քրեադատավարական ակտ, որի իրավաչափության վիճարկումն ունի հստակ ընթացակարգ և որևէ դատավարական սուբյեկտ զրկված չէ իր իրավունքները պաշտպանելու հնարավորությունից և մի շարք վիճարկումների մասին ես երեկ տեղեկացա նաև դիմողների ելույթներից, ինչը իրավաչափ գործընթաց է։ Ավելին, դատախազությունը ևս ընտրախախտումների վերաբերող քրեական վարույթներով կայացված մի շարք որոշումների հետ ունեցել է անհամաձայնություն։
Մասնավորապես առկա են եղել դեպքեր, երբ նույն վարույթի շրջանակներում միևնույն փաստական տվյալներով տարբեր անձանց վերաբերյալ ներկայացված միջնորդությունների քննարկման արդյունքում կայացվել են իրարից տարբերվող դատական ակտեր, կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունները հիմնավոր կասկածի բացակայության հիմքով մերժելու մասին։ Նշված բոլոր դատական ակտերը դատախազների կողմից բողոքարկվել են, առկա են նաև դատախազի կողմից ներկայացված 6 բողոքներ, որոնք բավարարվել են։ Ավելացնեմ նաև, որ տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների կողմից ատելության խոսք, ինչպես նաև բռնության կոչեր տարածելու վերաբերյալ գլխավոր դատախազությունում ստացվել է 2 հաղորդում, որոնց քննարկման արդյունքում վարույթ չի նախաձեռնվել, քանի որ հաղորդմամբ չեն փաստվել հանցագործության հատկանիշներ պարունակելու վերաբերյալ տվյալներ։ Ամփոփելով նշեմ, որ ինչ վերաբերվում է սահմանադրական դատարան ներկայացված դիմումներում առկային պնդումներին, որ պետական մարմինները պատշաճ չեն արձագանքել առանձին փաստերի եւ չեն ապահովել դրանց կապակցությամբ համապատասխան ընթացակարգերի իրականացումը, ապա պետք է կրկին արձանագրեմ, որ նշված հարցերի լուծման համար ՀՀ օրենսդրությամբ նախատեսված են հստակ կառուցակարգեր եւ կողմերը զրկված չեն այդ ընթացակարգերի շրջանակներում իրենց իրավունքների պատշաճ պաշտպանության հնարավորությունից։ Այսքանը, շնորհակալություն։